ինչ այսօրվա իրավիճակում մենք ունենք, ինչ իրավիճակի մենք հասել ենք, բոլորը այս օրակարգը 12 կետի մեջ ներգրաված է։ Մենք առաջ որ Արցախում ապրում էինք, մենք ունենք ընդհանուր երկու հարց։ Արցախի ինքնորոշման, մեկ էլ հետագա խոսքի այդ կարգավիճակի հետ կախված այդ հարցերը։ Հիմա մենք այս իրավիճակում, որպես ցավալի օրինակ բոլոր մեր հայ ազգի ժողովրդին, այդ հարցերը դարել է 12։ Եթե մենք անտարբեր լինենք, եթե մենք շարունակենք մեր անտարբերությունը խոսքերով կամ ինչ-որ ոչ գործնական բաներով ներկայացնել, այս հարցերը կրկնապատկվելով դառնալու է 24։ Սա բոլորը գիտենք, հասկանում ենք, որ գնում ենք գործանարար ուղղության վրա։ Բոլոր բացթողումները բոլորս էլ գիտակցում ենք, որ ներկայ իշխանության օրոք է եղել։ Իրանց կողմից բաց թողումներով, իրանց կողմից ոչ պիտանի աշխատանքներ կամ հայանպաստ կամ էլ ազգի շահերը հաշվի առնելով, որովհետև ունենք ինչ ունենք, աղետ, գործանում, հետնահանջ, ընդհանրապես պատմական խայտառակ իրավիճակ։ Այսօրվա իրավիճակում, որ Արցախահայության կողմից է բարձրաձայնվել այս հարցերի շուրջ, այս բողոքի, այս պահանջի շուրջ, մենք Արցախահայությունը չենք ուզում ստեղից արտագաղթենք։ Մենք հույս ու հավատ ունենք հետ վերադարձի, ու ոչ մեկը իրավունք չունի մեր իրավունքները ոտնահարելու կամ մեր տեղը որոշում կայացնելու, որովհետև Արցախում գտնվելու ժամանակ այդ ինքնորոշությունն էլ Արցախի ժողովուրդն են այդ ձեռք բերել, կռվելով, հաղթահարելով, բոլոր ամեն որ ասում այդ ռիսկերը բոլոր անցել ենք, հազարավոր զոհեր ունենք, հազարավոր հերոսներ ունենք, մենք իրավունք չունենք իրանց արածը մի օրվա մեջ զրոյացնելու, դա մեր հասարակ ժողովրդի միտքն է, ոչ թե ինչ-որ ղեկավարության կամ մենք բոլոր այդ իրավունքներն է, թե հետ վերադարձի հետ կախված է, թե Արցախի հիմնախնդրի հետ կախված է, թե մեր գերիների հետ կախված է, բոլոր հարցերը ինչ որ մեզ մտահոգում է, այդ պահանջի մեջ ներկայացրած է։ Այն հարցերին, որ իրանք անդրադարձել են սոցիալական հարցերի հետ կախված, այո, դա առաջնային հարցերից մեկն է, որ այսօրվա իրավիճակում էլի իշխանության պարտականությունն է կամ որ պետք է բավարարի այդ մարդկանց այս ծանր իրավիճակում ինձևի բավարարելու գոնե գոյատևելու այս մարդիկ ստեղ, որ վաղվա օրը կգա մի բարենպաստ ժամանակ, որ այդ մնացած հարցերի պատասխանները մեկ այդ ընթացքում արդեն միասնական ազգովի, որ տարանջատում, որ ասում չպետք է լինի, ազգովի միասնական, մենք հաջորդական գործողությունները միասնական գնանք այդ քայլերին։ Դրա համար բոլոր արձագանքները, բոլոր քաղաքական ուժերը, որ գալիս են ստե քննարկման մեր հետ աջակցության իրանց բանը ներկայացնելու դիրքորոշումը ողջունում ենք, բայց մենք ուզում ենք, որ այս օրակարգով այն օրակարգը այսօրվա իրավիճակում որ կա, խոսքի 12 կետի շուրջ դրա շուրջ մեկ քննարկումներն առաջարկներն են, որ վաղվա օրը Արցախահայությանը չսարքեն էլ ինչ որ մի հատ թիրախավորելի բան իրանց մոտ կա, չէ՞ այդ բաները, որ Արցախահայությունը եկել է կամ էլ այս խոսքից հարցից սկսած ուզում են բերեն ինչու, չէ։ Դուք հələ մի հատ այս հարցերի պատասխանները ոչ թե բառերով, այլ հիմնավորած պատասխանեք, ինչու եք փակում Արցախի հարցը, ինչու գերիների հարցը չի քննարկվում, ինչու Միսկի խումբը լուծարում եք, դա ինքնագլուխ որոշումներ չի, որովհետև դրա ունի ժամանակ, որ անցել են, դրա ունի ժամանակահատված, որ ահագին մարդիկ ներդրում են ունեցել դրա մեջ, բայց այսօրվա իրավիճակում լինելով դուք իշխանության խոսքի ղեկավարներ, պիտի հանրության հետ համաձայնացնեք, պիտի հանրությանը բացատրեք, պիտի հիմնավորած ներկայացնեք, ինչ հիմունքներով կամ էլ ինչի հետ կախված է, որ սենց է կամ նենց է։ Ու այս խոսքի նենց երկու բառով, տենց ձևաչափով, որ այսօրվա մեր ստեղ գտնվելը կամ էլ մեկ վաղվա օրվա մասին մտահոգություն տալու, որ նորից եմ ասում, մեկ որպես ցավալի օրինակ հայ ազգի համար մեզ են ահագի ժամանակ խոսքերով, բառերով, խաբելով բերել հասցրել այսօրը։ Մեկ չեք ուզում, որ դա շարունակի, շարունակական թե մեր նկատմամբ, թե մեր ազգի ժողովրդի նկատմամբ։ Շնորհակալություն։